Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ո՞ւմ վրա ես դրել քո հույսը։ Մեր հասարակությունը ապրում է իրական սիրո քաղցի մեջ։ Իրական սերը դիմացինի կյանքի բեռը թեթևացնելն է։ Մարդիկ այսօր ինչին ասես կարող են սեր ասել, սակայն կորցրել են իրական սիրո ընկալումը։ Սիրելի՛ բարեկամ, Բ Կորնթացիս 5:18 խոսքում Պողոս առաքյալը Քրիստոսին հավատացող մարդկանց առաքելությունը անվանում է հաշտեցման ծառայություն։ Որպեսզի մենք մարդկանց առաջնորդենք դեպի Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունը, մենք նախ պետք է իրական սիրող սիրտ ունենանք։ Մենք պետք է սովորենք լսել մարդկանց, լսել նրանց խնդիրների մասին, լսել նրանց դժվարությունների մասին և հասկանալ, թե ինչն է խանգարում նրանց Աստծու հետ հաշտվելուն, Աստծու հետ համաձայնվելուն և Նրա ակնկալած կյանքն ապրելուն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք պետք է Քրիստոսի այնպիսի աշակերտները լինենք, որ մարդիկ կարողանան հենվել մեզ վրա իրենց կյանքի ծանրագույն ժամանակներում։ Եթե միայն սովորենք սիրել այն սիրով, որով Տեր Հիսուսն էր սիրում մարդկանց, ապա մեր սերը կօգնի նրանց անցնելու իրենց կյանքի դժվարին ժամանակների միջով և հաղթահարելու անհաղթահարելի թվացող խնդիրները։ Աստված անաչառ Աստված է։ Յուրաքանչյուր մարդու ցավը Նա խորապես զգում է Իր հոգու մեջ։ Նա հոգ է տանում յուրաքանչյուրի մասին անհատապես։ Մենք նույնպես նման մոտեցում պետք է ունենանք մարդկանց հանդեպ։ Տեր Հիսուսը հետևյալ պատվիրանը մեզ փոխանցեց. «Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15:12)։ Երբ մենք կենտրոնանում ենք մյուսների վրա, մեր աչքերը կտրվում են մեր խնդիրներից։ Սիրով լցված մարդիկ մտածում և հոգ են տանում մյուսների համար, իսկ Աստված էլ հոգ է տանում նման մարդկանց համար։ Այս պարագայում քո խնդիրների ու դժվարությունների լուծման հարցում հույսդ վստահաբար կարող ես Տեր Աստծու վրա դնել։ Նա գիտի Իր մշակների կարիքները հոգալ և երբեք չի մոռանա Իր մյուս զավակների հանդեպ քո դրսևորած գործերը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։